ինչ անել, որ նաև ընդդիմության քայլերը լինեն մի քիչ կանխատեսելի, մի քիչ համարժեք ստեղծված իրավիճակին։ Մի քանի ամիս է, այս Նիկոլը իր բանդային հանձնարարել է ամեն ինչ անել, որպեսզի հայ առաքելական եկեղեցուն նվիրված սրբազանը, Արշակ սրբազանին կարողանան էլ հեղինակազրկել, էլ կալանավորել, ինչ ասես Արշակ սրբազանի վրա փորձել են կիրառել, դիմել են էլ արհեստական բանականությանը, էլ իրենց ֆեյքային ֆաբրիկաներին, էլ Նիկոլա հպատակ, Նիկոլա ստրուկ աշխատող այդ ամբողջ իրավապահ համակարգին, այնքան որևէ բան անգամ կարել հնարավոր չի եղել, որ մտածել են 2018 թվականից գոնե ինչ ունեն Արշակ սրբազանի հետ կապված, ինչ կարող են հորինել Արշակ սրբազանի հետ կապված, ինչ հեռու գնան, որ հորինվածքը գոնե տպավորություն չստեղծի, որ ընդհանրապես իրականության հետ կապ չունի եւ գտել են ինչ-որ մի բան, որը կարելի է կարկատել ու բերել Մասիս Մելքոնյանին, որը ընդհանրապես չի էլ կարդա այդ միջնորդությունը, չի էլ կարդա իրեն մակագրած կալանքի հիմքերի առկայությունը կամ դրանց բացակայությունը, կտեսնի, որ Նիկոլի բանդայից է հրահանգը եկել եւ այդ բանդայի, որպես նաեւ այդ բանդայի հրահանգները կատարող այդ իրավիճակին ուղղակի լուծում կտա եւ անիմաստ ենք համարում այլևս դրա որպես դատական ակտի մասին, դրա մասին խոսելը։ Նիկոլի մենք պիտի արդեն շատ վաղուց հասկացած լինեինք, որ Նիկոլի դեմ այլևս չպիտի տեսնենք, թե ովքեր են, որովհետև ինքը ապացուցել է, ցանկացածի նկատմամբ կարող է քրեական գործ սարքել, իր համար չկան կարելիներ եւ անկարելիներ, քրեական օրենսգիրքը Հայաստանի Հանրապետությունում շատ վաղուց չի գործում, դրան փոխարինելու է եկել Նիկոլի SMS-ները, այդ օրը իր հավասարակշռված կամ ավելի ճիշտ անհավասարակշռված վիճակում տրված հրահանգները իր ցանկությունները։ Նիկոլը շատ ակնհայտորեն ցույց է տալիս, որ Արշակ սրբազանը այն եպիսկոպոսներից է, որը թույլ չի տալիս հայ առաքելական եկեղեցու քայքայումը ենթակայությունը Թուրքին, բայց թուրքերն էլ իրենց ստրուկին հրամայել են շատ կոնկրետ գործողություններ իրականացնել հայ առաքելական եկեղեցու դեմ, ասել են, որ այդ եկեղեցին, այդ կառույցը որպես հայապահպան, ընդլայնված եւ մեծ հեղինակություն ունեցող հայկական միավոր պիտի գոյություն չունենա, ու իրանք չեն հասկանում այս ձգձգումները ինչումն է եւ շտապեցնելով Նիկոլին փորձում են մինչև տարեվերջ նաև իրենց մոտ պտիչկա դնել են հանգամանքը, որ այլևս հայ առաքելական եկեղեցին թուրքական ենթակայության, ադրբեջանական ենթակայության տակ է։ Եկեք չմոռանանք, որ այս ամեն ինչը սկսվել է հերթական ադրբեջանական պահանջ որպես բավարարելու ակնկալիքով, ոնց որ սահմանադրությունը պիտի փոխվի, ոնց որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չլներ Արցախահայերի իրավունքների պաշտպանության համար, ոնց որ պետք է Արցախ գոյություն չունենար, ոնց որ պետք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը գա փոխարինելու Ադրբեջանին հանձնվող տարածքները եւ գյուղերը, տենց էլ հայ առաքելական եկեղեցու չլինելն է։ Տիկին Մկրտչյան, այք, ես նորից վերաձևակերպեմ հարցս։ Ինչ անել, որ Փաշինյանը, այսպես սրբազան առ սրբազան վերջը չտա, այսպես մայրաթորի, եթե պնդում եք, որ թիրախավորված է հենց եկեղեցին եւ ընդդիմությունը արդյոք անում է այդ քայլերը, թե պիտի նստեն, սպասեն, մինչև տեսնենք երբ ինչ կլինի։ Ես շատ անկեղծ եմ ասելու, ընդդիմությունը այդ քայլերը չի անում, որտեղ եթե ընդդիմությունը այդ քայլերը աներ, մենք կարողանայինք որևէ բան անել, վճռական լինեինք, հասկանայինք վերջի վերջո, որ քաղաքական process-ների մեջ չենք, դավաճանի ու թշնամու հետ ենք մենք ընդհանրապես այսօր առերեսվում, այս իրավիճակը չէր լինի։ Եթե մենք սկսենք ամեն քաղաքական բանտարկության ժամանակ ուղակի առավել մեծ ելույթների եւ առավել մեծ տեքստերի վրա շեշտադրում անենք, ուղղակի հերթը հասնելու է յուրաքանչյուրինս ու կարծում եմ, որ յուրաքանչյուրիս է հասնելու ու որևէ մեկը թող չմտածի, բայց ես այդ ինչ եմ արել, որ ես ինչ կապ ունեմ սրա հետ, բայց ես ինչ կապ ունեմ նրա հետ։ Նիկոլի մոտ տենց բաներ չկա, ինքը յուրաքանչյուր արդեն հայ լինելու գաղափարը իր համար ռիսկային է եւ ինքը հայերին չեզոքացնում է տարածաշրջանից, որ թուրքերի ու ադրբեջանցիների կյանքը շատ ավելի բարվոք, բարեկեցիկ եւ ավելի անհոգ լինի, ինչպես իրենք 100-ամյակներ շարունակ երազել են։ Մենք եթե ամեն քաղաքական բանտարկությանը սկսենք հենց այդ բանտարկության համար պայքարել կամ ամեն անգամ ստեղ գալուց ասենք վայ էլի Մասիս Մելքոնյանին մակագրեցին, վայ էլի հեսա այս նիկոլական բանդան պիտի
քաղաքական բանտարկյալների թիվը ավելացնի, այդպես իհարկե ոչինչ չի լինելու եւ յուրաքանչյուրը իր մաշկի վրա ուղղակի Հայաստանի քաղաքացիների զգալու է թե ինչ ասելա բռնաճնշում, ինչ ասելա իշխանազավթված պետությունում ապրել, մի բան պետք է անի ընդդիմությունը, պիտի Նիկոլին հեռացնի, որտեվ Նիկոլին հեռացնելով է Մասիս Մելքոնյանը հեռանալու, Նիկոլին հեռացնելով հենց այդ օրը տասնյակ քաղաքական բանտարկյալներ բանտերից դուրս կգան եւ սրա լուծումը դա է մտածել, որ մենք ամեն օր հասցնելու ենք ավելացող քաղաքական բանտարկյալների հետևից կամ դատարաններ գնանք։ Հիմա եթե մենք այսօր իրար հետ փորձենք բոլոր քաղաքական հալածանքների ու բանտարկությունների հետևից այդ դատավարություններով անցնենք, այդ քրեակատարողական հիմնարկներով գնանք, չենք հասցնելու, հավատացեք, այս 24 ժամը չի բավարարելու։ Այսօր արդեն այդպիսի մասշտաբների է հասել այս քաղաքական հալածանքը ուղղակի։ Կարծիք են հայտնում, որ Արշակ Սրբազանի ձերբակալումից հետո հաջորդը Վեհափար Հայրապետինն է հերթը եւ ավելի հեշտ կլինի նրա նկատմամբ նման գործողություններ իրականացնելը, արդյոք կիսում եք այդ։ Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, ասեմ ավելին, հիմնավոր կասկածներ կա, որ իրենք շատ ավելի վատ քայլերի են պատրաստ դիմել, դա երեք չի ասեց, ինչ հրամայում եմ ես իմ հեղինակազրկված ազգային անվտանգության ծառայության իմ ցանկությունները կատարել ու կատարում եմ, պետք է կատարի, բա ինչ պետք է անի, որ հայը կանգնում է Նիկոլի, այսինքն Թուրքիայի ու Ադրբեջանի ճանապարհին, իրենց ճանապարհի ընկալումը միայն մեկն է, Հայաստանի պետության չգոյությունը, այդտեղ սկսում են բռնաճնշումները, որտեղ որ կործանվում է Հայաստանը, տեղ շահում է Նիկոլը, որտեղ որ բռնաճնշումներ են եւ իրավունքների տոտալ սահմանափակումներ են Հայաստանի քաղաքացին, այդտեղ շահում է Նիկոլը։ Այս բանաձևից ինքը չի շեղվում, ցավալիորեն ինքը չի շեղվում, մենք էլ վերջնականապես այս ընկալումը եւ մթնոլորտը չենք կարողանում պատկերացնել։ Քաղաքականության հետ գործ չունենք, իրավականության կամ դրա պակասի կամ դեֆիցիտի հետ գործ չունենք։ Ստեղ ուղղակի բեսպրեդել է, հանցավոր մի հատ բանդա է, որը օրինականացրել է իր զենք կրելու եւ այդ դատավորների կնիքներն ունենալու միջավայրը։ Եվ սրանում Հայաստանի քաղաքացիներին ոնց էին ասում, հանգիստ վերընկեք տեղներդ, առանց խոսալու, առանց տեսնելու եւ այո, հասկանում եք, բայց ծպտուններդ չլսենք։ Եվ մի հարց էլ ամեն դեպքում դուք ասում եք Նիկոլին պետք է հեռացնել, գործընկերս երկու անգամ հանուն հարցը հնչեցրեց, բայց միևնույն է տեսանելի չէ թե ինչպես պետք է հեռացնել իշխանությանը, քանի որ մենք ականատես ենք եղել 2020 թվականից բազմաթիվ ցույցերի, անգամ իմպիչմենթի գործընթացը կարծես թե ինչ որ կերպ հնարավոր եղավ, հա, ընդդիմության բոլոր ստորագրությունները ձեռք բերել։ Ամեն դեպքում Փաշինյանը շատ ամուր է իր աթոռին կարճած ու այնպեսի տպավորություն է, որ 2026-ն էլ իրեն է ասում է ջախջախելու եմ, այսինքն իրեն հեռացնելու այդ մեխանիզմը չկա ըստ էության։ Իրեն հեռացնելու մեխանիզմները կա, իսկ այն արտահայտությանը, որ ջախջախելու, այո, ինքը պլան ունի Հայաստանը ջախջախելու եւ Հայաստանը ջախջախում է։ Հասկանանք այդ հասցեատերը ջախջախման, ով է հայ ժողովուրդը, հայկական ինքնությունը ինքը դա ջախջախում է։ Ինչ վերաբերվում է ինչու չի ստացվում, այդ մեխանիզմները չեն կարողանում մինչև վերջ եւ իրենց նպատակին հասնել եւ բերել մեզ համար ցանկալի եւ միակ ընդունելի հետևանքը շատ པարզ պատճառով, որովհետեւ մարդիկ կան, որ փնտրում են այլընտրանքային հնարավորություններ այս անտանելի մթնոլորտում գոյատևելու։ Ես որ ասում եի քաղաքականության հետ գործ չունենք, իրավականության հետ գործ չունենք, ես դա նկատի ունեի։ Իրան չի կարելի դիտարկել որպես քաղաքական հակառակորդ, որովհետև ինքը քաղաքական հակառակորդության մեջ չկա։ Իսկ անվստահության գործընթացի մասին շատ կարճ ասեմ, մենք այդ գործընթացը շարունակելու ենք, փորձելով յուրաքանչյուրիս հնարավորություն տալ ապրել առանց Նիկոլ Հայաստանում։